Hangist. Teď víš tato. Teşekkür ederim. Garlı ne garlı büyük. Dene karbet artık. Ağzıma koşma. Պարոն Փաշինյան, ես ես երկու անգամ վիդեո ուղերձ եմ ուղարկել։ Ինչով։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակները չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնել։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում, աղաչում եմ, հրաման տվեք ամունիսիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդերում տեղ չկա։ Ես շատ խնդրում եմ։ Մենք պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ խոսելու։ Հենց հիմա կչոքեմ կխնդրեմ։ Չէ, չոքելու աղաչում եմ։ Հրաման տվեք ամունիսիալինի։ Գոնե Բեռնատ Հարոփաշին։ Ոսի ամունիսիայի մասին պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր ազգանունը ի՞նչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա։ Այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք, ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն, իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Էդ է մեր դիրքորոշումը։ Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի։ Համաներում չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատում։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Ես էլ եմ եղել, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատումը, որ Ես լավ գիտեմ, ես ներսն եմ եղել։ Որ ինչ որ, ասենք 1/3-ով ազատվում են, դեպքա 2/3-ով են ազատվում, դեպքա կեսով են ազատվում, վերջը։ Ներս եղել եմ, պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ դուք էլ գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ, չի փոխվելու։ Պայմանական վաղաժամկետ։ Ինչն է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրանք եք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, հա մեզ հետ տվեք էլի բան։ Մի րոպե։ Լավ եք երեխեք։ Լոնա, այն բաների չկա։ Էսա հիմա մի վարքյան ես չեմ գնում ոչ միտեղ։ Համեցեք։ Ես 3 անգամ դիմել եմ ձեզ նամակով։ Հա, կներեք։ Ինչով եք գրել նամակով։ Ինչով եք գրել։ Անձամբ բերել եմ ձեզ տվել, ձեզ փոխանցեմ որպես։ Դե այդ կառավարություն, որ հանձնում եք, ինքը տարբեր օղակներով անցնում է, էլի։ Պարտադիր չի որ ինձ հասնի։ Ինչի՞ չեք։ Որտեւ այնտեղ տեսեք, կառավարությունում որ բերում եք նամակ եք հանձնում, այդ նամակը գնում է քաղաքացիների ընդունելության վարչություն։ Հետո նայում են, որ օղակին է վերաբերում այդ վարչությունները։ Բայց ես ձեզ խնդրել եմ, որ անձամբ դուք այդ հարցով վերաբերեք։ Անձամբ ինձ էլեկտրոնային փոստով ես չեմ տալիս, կարգն է տենց։ Գնում է մուտքալի։ Էլեկտրոնային փոստով ինձ գրեք, չնայած հիմա նամակներ հազարավոր արդեն նամակներ ունեմ, բայց կամած կարդում եմ։ Էտա ձևը պետական բառն։ Ինչ անեմ, նորից գրեմ։ Մի րոպե։ Դավոյան Կարինեն ստեղ մոտակայքում է, չէ՞։ Էս այն օգնականը ստեղ է, կասեմ կմոտենա, թող մոտենա։ Ասում որ հազարավոր երիտասարդների է կապ։ Իհարկե։ Օրինակ այդ վարորդական իրավունքների քննությունը առաջ նենց է սարքել, որ բոլոր հարցերը չէ, քշելու մոմենտը կառուցայի հետ է կապված։ Ճիշտ եք ասում։ Ոչ մեկ չի կարող այդ հիմա մենք աշխատում ենք դրա վրա։ 80%-ը չի կարող։ Ճիշտ եք ասում։ Հիմա աշխատում ենք դրա վրա։ Այդ թեմաներով հարյուրավոր նամակներ ենք ստանում եւ հիմա այստեղ խնդիրը ճիշտ եք ասում, նախկինում այնց ձևակերպած եղել, որ ոչ մեկ չկա որ փողով հարցը լուծվի։ Բայց մենք հիմա ինչ ռիսկի առաջ ենք։
Հանկարծ մանավանդ գիտեք իմ ավտոները ինչքան շատ են եւ վթարի հետևանքով զոհվածների թիվը մեծանում է, մենք խնդրեմի առաջ ենք։ Հիմա մենք կամած իրան ուզում ենք բերենք ճիշտ տրամաբանական մակարդակի, որովհետեւ միանգամից թույլատնելն էլ արդյունքը լինելու է զոհերի ասում է յուղը ստուգի, ջուրը ստուգի, արդյունքը միանգամից թողելը լինելու է զոհերի թվի եւ վիրավորների թվի ավելացումը։ Դրա համար մենք շատ զգուշ ենք մոտենում, որովհետեւ մեզնից ոչ մեկը չգիտի ում ընտանիքի անդամն է այդ պոտենցիալ վթարի մեջ լինելու, հասկանում եք, բայց ձեր ասած առաջին հետ լիարժեք համաձայն եմ։ Դա դեռ բանասը որ մարդիկ գնում են Վրաստանում, Ուրա օգնականս, ուրա կարնա։ շնորհակալություն։ Լավ եղեք, ճիշտ է։ Երեխեք ջան, լավ եք։ Հա ջան։ Չէ, ճիշտն ասած։ Չենք անում դուք։ Էս վերցրու։ Չէ, բայց օգնականներս են։ Սենց իհարկե։ Բայց մի րոպե ճիշտ ենք անում, թե ես էլ սենց պետք է։ Սենց պետք է։ Տիկին Դավոյան։ Հա մի րոպե, ինքին, հեսա մի րոպե եկեք, մոտեցեք իրան։ Գնացեք մի քիչ այն կողմ։ Եկեք երեխեք։ Նկարվենք հատիկով։ Բարև ձեզ։ Մենք մարդկանց ծերաններ ենք։ Լավ եք, լավ օրդես։ Բարև ձեզ։ Լավ եք։ Իհարկե։ Կարելի է այստեղից կպցնեմ, որովհետև կուրտկան հաստատ չի պահի։ Մի հատ մեկը նկարեք։ Ես կանեմ։ Սպասեք, սպասեք։ Էտեն Ինձ նայեք։ Վերցրեք, նկարեք։ սառել եք։ Hello. It's my first time in Armenia. Would it be possible to get a photo together? Yeah. Perfect. Where are you from? From England, but my mom's from Czech Republic. Ah, Perfect. Thank you very much. thank you. Ինչ? Հա, իհարկե, իհարկե։ Նա նվիրեմ սրանից։ Լավ օրդես։ Հա, եղբայր, մի վարքյան սպասի։ Նա նվիրեմ սրանից։ Նա նվիրեմ սրանից։ Աստված ողջունի ձեզ միշտ աղոթում ենք ձեր համար։ Շնորհակալ եմ։ Երեխեք զգույշ։ Նվիրենք։ Էս հլա մի հատ ձեզ, հլա վերցրու։ Սրանից էլ տամ ձեզ։ Երեք հատ։ Հաջա, խոսեցիք։ Ես պայմանավորվել եմ, չէ՞ որ Սիմոնյանի հետ պայմանավորվել ես չէ։ Հա, Մի բան եմ էլի ուզում ձեզ խնդրել։ ասեք։ Մեկ Արցախից եք, մեզ բնակարանային բարձով ենք ապրում էլի հիմա։ Քանի հոգի եք տանը։ 4 հոգի, բայց իմ քույրս է, ես միայնակ եմ։ Առանձին եմ ապրում։ Դե հիմա այսօր էլի տենց մարդու հանդիպեցին։ Ես ոցապ նախարարությունը, որ գալիս են կառավարություն ձեզ մոտ, 1, 2, 3 հոգանոց ընտանիքներին, օրինակ ես աշխատեմ։ Այսօր ստեղ գալու ճանապարհին մի հատ էլ քաղաքացու հանդիպեցինք, որ էլի նույն վիճակում է։ Հիմա մենք կմտածենք ձեզ լուծում կառաջարկենք։ Հիմա այս պայն չեմ կարող ասել։ Հասկացա։ Նոր ստեղ գալիս մի քաղաքացու տղամա։ Սիմոնյանի խնդրել եմ հիմա վերցրել է, որ ես գնամ աշխատավոր, դե գնում եմ ասում հասակով ես, չեմ վերցնում։ Շատ լավ, այդ իսկ միայնակ լինել, միայնակների համար պետք է ծրագիր անենք, որովհետև արդեն քանի հոգի այդ թեմայով ասել անենք։ Շատ լավ, լավ եղեք։ Ամենայն դեպս լավ, աշխատեք, ամեն ինչ կկարգավորվի։ Բարև ձեզ։
Քանի որ պես քանի ժամանակ շատ չկորցնի։ Լավ է։ Գներեք մի հատ հերոին գարվել Հա, երբ եղբայր, որտեղից եք։ Լիբանանից։ Նվիրեմ մի հատ ձեզ սրանից։ Մերսի։ Լավ է։ Ուրախ եմ, լավ է։ Մշտական եք եկել Հայաստանում ապրել։ Ուրախ եմ, ողջունում եմ։ Բարև։